Ինչ են մտածում թուրքերը հայերի մասին, ընդհանրապես ոնց են վերաբերվում։ Մեր երիտասարդները հայերը ինչով են զբաղվում ստեղ։ Թուրքերը։ Հա։ Շատ ուշիմ են, շատ խելացի են։ Ինչպես են հիմա թուրքերը օրինակ հայերին վերաբերվում, ոնց որ հայ բառը որ լսում են։ Քո Հայաստանցի հայը խապեպայլան։ Դիգին Փաշինյանի հետ տեսնվեց, հա, իրեն հալագյուդենի մի քիք նվիրեցի, չհասկացա մի բոսայեկյա, ով է, ինչ է։ Եվ ասին որ թուրք է, եկարա բագիները գոդեցին։ Իսկ ճիշտ եմ հասկանում, որ համայնքը ավելի շատ եկեղեցին է կապում այստեղ։ Ինչու մեր օրինակ դպրոցներում այստեղ կամ օրինակ եկեղեցում ու Թուրքիայի դրոշը կա, բայց Հայաստանինը չկա։ Չգրցան հասկանալ, որ մենք բոսը հայ ենք։ Քիչ ենք, բայց կանք եւ պիտի լինենք։ Ինչքանով է կապված այստեղի հայ համայնքը Հայաստանի հետ։ Մեծամասնությունը օլու լալով յաները փոխված են։ Հետո դուք ինչպես կապրիք Թուրքիո մեջ, դուք թուրքացած եք։ Ընտանիքներում ավելի շատ ոնց են հայերեն են խոսում, թե թուրքերեն։ Հայրենը պիտի սիրե դրան, եթե սիրե եւ ուզե չգործընծնել այդ լեզուն, քիչ մեջ եմ պետք է կա։ Ստամբուլ, քաղաք, որտեղ այսօր ապրում է մոտ 50-ից 70 հազար հայ։ Մեծ մասը այստեղ է եկել դեռ օսմանյան ժամանակներից, 3-4 դար առաջ։ Այսօր Ստամբուլի հայերը ղեկավարում են դպրոցներ, եկեղեցիներ, հրատարակություններ, աշխատում բիզնեսում, բժշկությունում, արվեստում։ Այս քաղաքը միայն թուրքական չէ, այստեղ հայկական հազարամյակների հետք կա ամեն փողոցում։ Դայկը ծնվել է Ստամբուլում, հայկական արմատներով ստամբուլցի է, ով ստեղծեց ճաշի Ստամբուլը, մի վայր, որտեղ հայկական տնական համերն ու ջերմությունը դարձել են հայտնի ողջ քաղաքում։ Այսօր ճաշի Ստամբուլը ոչ միայն ռեստորան է, այլ հայկական հյուրասիրության մի փոքր անկյուն Ստամբուլի սրտում։ Ինչպես եք։ Լավ, շնորհակալություն, բարեկալուստ։ Շնորհակալություն շատ։ Մի կպատմեք մի քիչ ձեր ճաշ Ստամբուլի մասին, ոնց միտք եկավ բացել ռեստորանը Ստամբուլում, երբ եք սկսել։ 2010 թվականին առաջին անգամ այս ռեստորանը բացինք։ Բոլիսի մեջ փոսայ խոհանոցի մասին դեղացիներուն գաղափար եկա, բայց ընդհանրապես անունը հայ, ոճը հայ, դերը հայ, երաժշտությունը հայերեն, մենեջերը հայ, ռեստորանը չկար։ Ուզեցի որ մենք բացենք մեր պատմությունը, մեր ոճով եւ իսկական մտերիմ հարաբերություններով։ Այս ճաշը, որովհետեւ ճաշ ուդելը, ճաշկերույթը, ճաշի սեղանը մտերիմ սեղանն է, որ ավելի լավ կհասկանաս իրար։ Եթե խոսելի բաներ ունես, սեղանի վրա ավելի ջրին գզրուցես։ Դասինք տարի եղավ, որ աստեղը բաց է արդեն, ունենք մի կանյատ ևս ռեստորան, մի երեքատ ևս կա, ճաշ, մեկ հատ է կնալը գլզին ապը, ծովեզերքը միած ռեստորան կա, որ ամարային ավելի շատ, մեկ հատ եշիկրվի գոմը կա, մեկ հատ նա պանգալտիի գոմը կա։ Ամենը բատմիրիկ բատմություն ունի բոսա հայը, որովհետև բոսա հայը ընդհանրապես թե դեղացի գոմը, թե թուրսի հայերու գոմը շատ լավ չհասկացվեցավ, մենք թրկա հբադակ հայեր ենք մինակ, հբադակ, բայց թրկա հայ չենք, մենք բոսա հայ ենք, բոսա հայ, այսինքն ինքնությունը չգործունցած, հայ անունը ազգանունը չգորացած, ոտի վրա գիցող և իր բիզնես ունենող մարդիկ ենք։ 2020 թվականին Հայաստանն այս ռեստորանը բացի միած Ջաշ եւ արագյուդերի հետ գամ ունեցող մի հատ ռեստորան բացեցի, բայց դժբախտաբար COVID-ի եւ վերջի բادرազմի situațiune ագավ չհասկացամ մենք որ բոսա հայ ենք Հայաստանի մեջ, քիչ դժվարացանք, որովհետեւ մեր դեղական լեզուն թուրքերեն է դժբախտաբար։ Այսինքն Ամերիկա հայը անգլերեն խոսի, ֆրանսահայը ֆրանսերեն խոսի, ռուսահայը ռուսերեն խոսի, բայց մենք բարդավար ենք դեղական լեզուն թուրքերեն խոսելու։ Ագավ անդերները չկրցան հասկանալ հայաստանցիները, որ մենք հայ ենք եւ հայ ենք, եւ թե հայ ենք եւ հոս հայ ենք, ասվագալու որ հայ ենք, ասչապ եկեղեցի, ասչապ դպրոց կանքում բաղող համայնք մնենք, եւ ուզեցի որ այս պատմությունը ավելի մդերիմ ծավով պատմենք անոնամր բացի ճաշ ռեստորանը, իրենջան։ Շատ լավ, իսկ ովքեր են ձեր հաճախորդները ավելի շատ, հայեր են, թուրքեր են։ Ոչ հայ, այսինքն հայը ընդհանրապես իր դոլման, իր տոպիկը, իր տարաման, իր ուդեստը արդեն դունի մեջ կսարք է, ասիկա հետաքրքիր որոնք ուկա, դեղացին ուկա։ Մենք ընդհանրապես արդեն
մեր գտնված այս տաղամասն է ավելի ինտելեկտուալ տաղամասն է դերացիներուն լրակրողներ, գծողներ, գրողներ դերացիներ ավելի շատ կան բայց պոլիսին ամեն կողմ կան որովհետև ջաշալ պոլիսի մեջ ռեստորանային կյանքի մեջ գծված trademark մնա Իսկ հայ տուրիստներ լինում են Ստամբուլում որ Հայաստանին կան Եվրոպային կան, Ֆրանսիային, Արժանտինային կան, Ուրուգվային, անցյալ քիչ գիրերը։ Հայաստանի հայերը։ Չէ, հայաստանցի, Ուրուգվայցի հայ օրինակ։ Երևանի հայերը, Հայաստանի հայերը կան, լավ իրեն ունենք։ Կան, բայց հարգամ միրին ոճը Mediterranean, West Mediterranean ոճը։ Այսինքն արևմտյան ոճն է։ Ավելի ծովի ապի ուտեստները կա։ Մենք արաբիկ ֆորմ չունենք, ասկացել մենք հումուս մուտաբել մուամարա չունենք, իջլի կեֆտե չունենք, ավելի մեզի համար կավարական ջաշն է։ Մենք ավելի ծովի ապի ջաշը ունենք։ Իսկն հարգամ սեղան ջաշերը կա, բայց կեբաբը մեր պոլիսինը չէ։ Մենք բոսա հայ ենք, այսինքն էկողոնտարաբես ջաշիսված ադյանը կպնդուրե կեբաբ մուամարա իջլի կեֆտե գարցնե, մենք չունենք։ Մենք ամբողջ ենք, մենք ավելի շատ բոսահայ խոհանոցը, որ բոսահայ խոհանոցը երբ որ կավարեն եկածեն հայերը Իստանբուլ, բոլիսի ուդեսներուն հետ միասին նոր ոճը սարկածան, նոր ուդեստի դեսականներ կա, ցիտայով սարկված դոլմաներ կա, ծուգի դոլմաներ կա, ուրլագանչի դոլմաներ կա, միտիեի դոլմաներ կա, այսինքն ասիկա West Mediterranean Armenian cuisine-ն է։ Հասկացա։ Կամ մեր Հայաստանում տենց երևի չի մնացել տենց շուտ տարբերություն, չգիտեմ, երևի երիտասարդների մոտ ավելի շատ տենց չենք առանձնացնում էլ երևի խոհանոցը հիմա ամեն ինչ ոնց որ ստանդարտացվել է Հայաստանում։ Այո, Հայաստանի ամեն ինչը մի տեսակ է։ Հայաստանի մեջ հիմա հարգավ Սուրիայի եւ Լեբանանի հայերը երբ որ եկան եւ շատ եկան Հայաստանը արդեն ընդհանրապես բոլշևիկները դեն իր ոճը գործունեությունը հայկական խոհանոցի մասին ոչ մի նոմուշ չկա ստեր սեղաններով վրա, շատ քիչ կա։ Ունենք, բայց ռեստորաններ հիմա որ շատ լավ ռեստորաններ, Շարապը կա, Գացինը կա, Կամանչան կա, ամենը լավ ռեստորաններ են, շատ լավ ռեստորաններ են, բայց ան ոճը հարկանք չի դեսնագոր քաղաքին մեջ, սկսել, ան հին ոճը, հին ուտեստները։ Այդ եմ ասում, ձերը ոնց որ քաղաքը իր ոճը, նոր ոճը Humus mütebbel muammaran içli köften, 2-1 kebabı, Adnan Urfan, Amençka. Argavanigaya, Kareli babiklerin imatsaz, Dagazin, Han udesleri vura, Gızanana goriye babişat, հասկանալի գլուխ։ Մենք ցգերենի վրա ռեստորան ունենք ավելի շատ։ Բոլիսը ցուգիմ ծովի մոտ է որովհետեւ։ Մի քիչ մեր մոտ որ շուկան փոքր է, դրանից էլ է գալիս, էլի փորձում են հենց անեն, այսինքն մարդիկ ինչ որ գնում են, իրենք էլ փորձում են տենց վաճառեն, էլի։ Այս անոնամար չկցած Հայաստանի մեջ, որովհետեւ իմ ոչ տուրիստներ այդքան շատ իրական նոր են սկսել, այստեղ որ նայում ես մասշտաբը շատ մեծ է, էլի Ստամբուլում շարժ կա։ 20 միլիոն քաղաքի մեջ ենք եղբայր։ Այսինքն 20 միլիոն քաղաքի մեջ արդեն դե Batmagan քաղաքն է 1900 դարի պատմությունը կա որովհետև շատ դարբեր պրոգրամացություններ եղել է այս քաղաքի մեջ եւ ամեն եկողը մի բան սկեր է քաղաքի վրա ուտեստեղնի վրա շարդարաբեդական կամ երաշտական շատ փոխված բաներ կա մագերեսներ կա մագերեսները սինոնաձե քաղաքը եւ վերջնական ոճարած ձևավորվել է էլի վերջում Հակոբը Ստամբուլի հայկական համայնքի ճանաչված երաժիշտ է, խմբավարն ու մշակութային գործիչը։ Տարիներ շարունակ ղեկավարում է եկեղեցական երգչախմբեր, նախագծում մեծ համերգներ եւ պոմպ հայկական երաժշտության ավանդույթը Ստամբուլում։ Լավ եք։ Լավ, բարգաստու։ Հակոբ ջան, կպատմեք ձեր մանկության մասին Ստամբուլում։ Ուրեմն, 1969-ի ծնունդ եմ, Իստանբուլ ծնած եմ, ուղղակի իմ բոլոր ընտանիքը արդեն Թուրքիացի ենք։ Թուրքիո հողերու մեջ ծնած ընտանիք է մորս կողմը Յոզղացի է այսինքն Անադոլի գրեթե մեջտեղը գտնվող քաղաքներն մեկը Գեսարիո մոտ հետո հորս կողմը իմ քիծածից չափ արդեն ոսեցի են Բալատի կողմերը Բալատ թաղամասի կողմերը եւ չեմ գիտեր թե ավելի առաջվա իրենց դեղը ուրեր Անադոլի որ ջուղեն որ քաղաք են եկան բայց այրս ընդհանրապես սկսել որ գնալա որ Գեսարիո կողմերն լա բայց վստահ տեղեկություն չադի գա ուրեմն ոսո մեջ նախագծարան հաջախել եմ հայկական նախագծարան Եշիլ գյուղի նախագծարան 5 տարի իսկ հետո
հորս Պապակովսեմ Կիպրոսի Մելքոնյան վարժարանը 2 տարի հաջախել եմ հետո Իտալիո Մուրադ Ռաֆայելյան վարժարանը քանի որ Ոստերի բեդությունը ընդանավես Կիպրոսի Մելքոնյանի մասին լավ դպավորություն չունենալով ինձ աստարարություն եկած է որ պետք չէ ուսալ Կիպրոսի մեջ ուրեմն հոնգի անցանք Իտալիա հետո Իտալիայի մեջ ալ խնդիրներ ունեցանք եւ ես հետո լիսեի ուսումի համար եկա Իստանբուլ կենտրոնական վարժարան ասկային կենտրոնական վարժարան լիսեն վերջացուցի եւ հետո համասարանալ երաժշտության ուսուցչության բաժին Մարմարա համալսարան եւ այդ ծովով հիմա արդեն մոտ 35 տարի է ուսուցիչ եմ երաժշտության ուսուցիչ թե ասկային կենտրոնական վարժարանի մեջ Էսայան վարժարանի մեջ եւ նաեւ Ֆերիկյուղի Մերամեջյան վարժարանների մեջ 3 վարժարանների մեջ մոտ 35 տարի որ երաժշտության ուսուցիչ եմ նույնադան արդեն լուսավոր չերչախումբի խմբավար եմ Իսկ ինչ դեր ունեցե հայկական համայնքը ձեր կյանքում Հայկական համայնքը քրեթե իձն է այսինքն համայնքի մեջն եմ ասեմ, որտեվ քանի որ հայրս ինձ առաջ մեր լուսավորի չերչախումբի խմբավարն էր, ուրեմն իրեն այդ միշտ բادرակներով հաջախեին զադգվա, ծնունդի, աստվածածնի, խաչի եւ այլն, բոլոր դոնական օրերը եւ մյուս ընդհանուր բادرակները միշտ կդեսնեի երչախումբային աշխատությունը ինչ է, եկեղեցին ինչ է, եկեղեցի ինտերը ինչ է համայնքի մեջ քրեթե ժողովրդին հավաքված տեղն է, իրար հետ դարձյալ մեջբերումներ ված դեղն է եւ ադիգա լավ էր քանի որ բոլորը մեծ էին իմ դարեգիցներս բնավ չի գար հետո երբ ես վարիչ եղա խմբավար եղա արդեն ես իմ աշակերտներն ընդրեցի եւ փերի երչախումբի միացնելու որբեսի դարեցները արդեն երթալեն գմահանային եւ նորեր պետք էին իրենց տեղը եւ այսպեսով երչախումբին դարիքի միջինը ընդհանրապես իմ ուզած ծավով եղավ եւ այս ծավով ինչ եմ մեր օրերը հասանք Հասկացա իսկ ճիշտ եմ հասկանում որ համայնքը ավելի շատ եկեղեցին է կապում այստեղ այսինքն հին օրերուն ավելի շատ էր բայց վերջին թերևս ասեմ 10 տարիներուն ընթացքին ինչու՞ չէ անոր մեջ պանդեմիան կորոնան իր աստեցություն ունի ժողովուրդը ավելի իր հոգերուն յետևեն վազելու սկսավ թերևս եկեղեցի հանդեպ իրենց ունեցած երթալուած վարժությունը ծավալու գործունեությունին նորեն անշուշտ դարեցները երեցները միշտ գերտա իրենց հավատքով բայց թերևս կարծեմ երիտասարդության մեջ այդ ոգին չեն ստաց ուղագի հավասարապես չբաժնված ասեմ ես միշտ կսեմ իմ աշակերտները որ եկեղեցի երթալ իրականության մեջ հավաքվելու ալ դերն իրար գտեսնեք on երկարադեն չտեսած անցերին գտեսնեք եւ ինչու՞ չէ աղոթքը եւ հետո զրույց ինչու՞ չէ նաեւ եկեղեցվա մեջ երաժշտության հետ շփում ունեցեք քանի որ երկող անցերն ալ բաքսերու սկսեն այսինքն եկեղեցական երաժշտությունը չեմ գիտեր 10 տարի հետո ով որոնց կողմը պիտի երկվի ինձ համար կարևոր է քանի որ ես որ եկեղեցի գերտամ իմ փուն նվադակս այդ շարականները կարացային ծավալ ինչպես կարելի է ժողովրդին տալ որ իրենք ըսկան աստուծո կոյությունը եւ մյուս շաբաթ դարձյալ կան եւ ուզեն այդ երաժշտությունը լսել եւ այդ երաժշտությունով աղոթեն երիտասարդներն միշտ այս կսեմ եկեք երշախումբերում միացեք պետք չէ որ միայն իմ երշախումբից միանան իրենց գտնված թաղերուն որ ոսո մեջ շատ մթաղերու մեջ հայեր գաբրին այդ թաղերու եկեղեցիներուն եթե երթան եւ երշախումբերուն միանան արդեն այդ երշախումբերը կոնե ամեն տարի 3 հոգի 4 հոգի 5 հոգի եթե շահի իրենց թիվը պիտի բարձրանա 10 տարվա մեջ բայց ասիկա շատ դժվար գերեվի քանի որ ասոր համար ովև աշխատությունը չի գա ընդհանրապես ասիկա հուզիչ է ինձ համար անիգա ասեմ դպրոցի մեջի անշուշտ իմ ուսուցչության ճաշտոնով սալ նորեն համայնքի բոլոր անցուդարձին դեղյակ կդառնամ ինչ կդառնա ինչ կլա օրագարկը ինչ է ինչպես է ասիկա թե ուսուցչության եւ թե խմբավարության համավասար ինչպես ասեմ ծավով ինձ գաստե որպես ամեն բանեն գրեթե մաս տեղյակ լա իսկ ունեք այստեղ հայկական ինչ-որ թաղամասներ որտեղ ապրում են հայերը թե տարբեր տեղեր են ապրում ես գիտեմ առաջ Բալաթում են շատ հայեր ապրում հին թվականներում բայց հիմա Բալաթի մեջ չի գա գրեթե չի տուրիստական հիմա ավելի շատ այո ճիշտ այդպես հիմա հիմնական տեղերը Ֆերիկյուղն է որ Ֆերիկյուղ Քուրթուլուշ գսվի հինեն հույներուն ավելի շատ բազմություն եղած մեկ թաղն է բայց հայերն ալ հիմա մեծ մասամբ հայեր այս թաղամասին հետո Բաքր գյուղը կա որ Մակրի գյուղը եղեր հին անունը հոն բավական հայեր գաբրին Եշիլ գյուղը որ Բաքր գյուղին ավելի կապված մոտ շատ մոդեն իրարու մոտ 10 վայրկյան 10 րոպե հեռավորությունով հետո մեմնալ գանշու Սամատյան
Սամաթյան, որ արդեն կարևոր թեր ունի պատմական հին բադրիարքարանը Սամաթյո մեջ եղեր։ Ոսո հետո կոմկապ փոխադրվել։ Հա, ես մի հատ էլ էսա տեսանյութ եմ սարքում, ոնց որ հայկական այդ հին վայրեր էլի, որտեղ հայերը ապրել են, Սամաթյան եմ նկարել, Բալաթը պետքա վաղը նկարեմ ու եկեղեցիներն եմ նկարել մեր, որ տենց մի հատ առանձին տեսանյութ էլ ուզում եմ հենց հայկական վայրերի մասին էլի, ոնց որ որտեղ ապրել են, որտեղ են եղել, որովհետև ինֆորմացիա ընդհանրապես ոնց որ Հայաստանում այդքան է շատ չի էլի։ Այո, պետք է ունենան այո։ Հետո նաև կադուկյուղը կանշուց, որ թիմացի կողմն է։ Հա։ Գամուրչի մյուս կողմը, հոնալ բավական տիվով հայեր գաբրի հինեն ավելի շատ, նաև սկյուդարը, բայց հիմա սկյուդարն ալ բավական նոսրացած է, բայց կադուկյուղն նորեն գա հայեր գաբրի։ Այս տեսանյութի ստեղծման տարածման գործում ինձ աջակցել է իմ թիմը Brainstorm-ը։ Եթե դուք ունեք բիզնես, ցանկանում եք բարձրացնել վաճառքները, դառնալ ավելի ճանաչելի շուկայում, զարգացնել ձեր on-line ներկայությունը, ապա Brainstorm-ը կարող է ձեզ օգնել այդ հարցում։ Պրոյեկտների նախագծում, դիզայն եւ բրենդինգ, ծրագրավորում եւ հետվճարային սպասարկում։ Մենք տրամադրում ենք ծառայությունների ամբողջական ցիկլը, որը օգնում է բիզնեսներին աճել, դառնալ ավելի տեսանելի եւ գրանցել իրական արդյունքներ։ Գրագետ կառուցված կայքը, մոբայլ հավելվածը եւ ժամանակակից թվային լուծումները կարող են զգալիորեն բարձրացնել ձեր բիզնեսի արդյունավետությունն ու վաճառքների ծավալը։ Աշխատելով հիմնականում ամերիկյան շուկայի հետ, մենք մշտապես տեղյակ ենք նորարարական եւ արդյունավետ լուծումների եւ դրանք կիրառելով ստեղծում ենք պրոդուկտներ, որոնք բերում են իրական չափելի արդյունքներ։ Եթե կարծում եք ձեր բիզնեսը կարող է անել ավելին on-line հարթակներում, գրանցվեք անվճար խորհրդատվություն, միասին կքննարկենք ձեր բիզնեսի զարգացման լավագույն ուղիները։ Գրանցման լինքը կգտնեք տեսանյութի նկարագրությունում։ Ոնց են թուրքերը վերաբերում, օրինակ ստեղի բնակիչները, հենց Թուրքիայի, որ իմանում են ոնց որ դուք հայ եք էլի, ռեստորանը հայ է պատկանում։ Հիմա մենք հարաբերության խնդիր չունենք։ Հա։ Հարաբերության խնդիրը ավելի բարձրացակարգի հետ երբ որ թեմատիկա կալի գլաս, դժբախտաբար առասկնալի ոչ մնա, որովհետև չեն ճանաչներ, չեն գիտեր իրենց համար հայը ընդհանրապես թշնամի լալու դեսնվի, բարձրացակարգի համար, բայց մեր դասակարգով, այսինքն բարձր դասակարգի, ինտելեկտուալ դասակարգի վրա, համեմատ գիտավոր աստղա հայկական ռեստորանը եւ Յովաննուս Միլիզանյան է, Դիգիմբարին Պարսախյան է, Հայկը Գյուզել Քեչեջյան է, ակորդեոնիստը, մենք ընդհանրապես ասպեկտի վրա մինչև իմաց 15 տարվա մեջ, որևէ pressing մեջ արինք, ճնշում մեջ արինք, անհամար հիմա չարինք, բաղը չեմ գիտեմ։ Ես բայց մի հատ պատմություն պատմեմ, անցած անգամ որ եկել էի, այդ հենց Հայաստան Թուրքիա-Հայաստան խաղն էր, որտեղ էր լինում, հենց իմ բանը փորձը պատմեմ էլի, ոնց որ Ստամբուլում, հա, շատ տենց բաց էր, որ ասում ես հայ ենք, իրանք սենց հա ուրախանում բան են անում, ասում են մեր հարևաններն եք, բայց այդ քաղաքում չեմ հիշում, որ քաղաքում էր, հա, այդտեղ որ խաղը եղավ, օրինակ մեզ ստուգեցին, դրոշներ հայկական տենց մեր դրոշն էին գբերել Հայաստանի, որ վերցրեցին մեզանից ու ոնց որ ներս մտնելուց ասեցին, որ անվտանգության համար մենք իրանք չեն երաշխավորում, հա։ Ու իրականում շատ բաներ կար, որ այնտեղ ես ինքս տեսա, բայց որ հերոստատեսությամբ չեն ցույց տալի։ Մեր գիմնը մտածում էի չեն միացրել, բայց այնպես բարձր են իրանք ոնց որ այդ պահին գոռում բան անում, որ մեր գիմնը դեռ չլսեցի, էլի ոնց որ չգիտեմ։ Ինձ հետո ասացին, որ այդ քաղաքում ավելի շատ ադրբեջանցիներ են, ուսանողներ են ապրում, քան հավանական է։ Թե ադրբեջանցի, թե աշխարհի ամեն կողմը ֆանատիկ կա, աշխարհի ամեն կողմը քեզի վարգապեկող համայնքներ կա, մտայնություններ կա, աստեղը ավելի մեծ պրոբլեմ է, որովհետև անցյալը կա, որ մեր տեսանկյունը զատ, իրենց տեսանկյունը զատ, երկու զատ տեսանկյունը անցյալ կա։ Մենք աստեղը վերջապես պրոգրամացություն ենք 40-45 հազար հոգի ենք վերևարը, բայց 40-45 հազար հոգին արդեն դպրոցները, եկեղեցիները, սպորի ակումբները, օրական թերթերը, շաբթական թերթերը հնագոր բայ է։
Իսկ հարաբերությունը ստինձի ասվոջով նայել պետք է։ Հարաբերությունը, եթե կառավարությունը քեզ աստուդությունները գուտագոր, իսերը որ քեզ մեծ պրոգրամացիա ծավալը արկանք ունի։ Չեն գնալ թյուրի մարկիլել։ Սերը բխորիմ։ Հասկացա։ Իսկ որտեղ է հեշտ ավելի, որ հենց Երևան էլի ռեստորան ունեցել եք, որտեղ էր ավելի հեշտ բիզնեսով զբաղվել Երևանում, թե ստեղ։ Ստեղ առանց բացառության, որովհետև Հայաստանի մեջ ամենամեծ խնդրեմը աշխատողների հետ բերես։ Որովհետև գործի հարկանք չկա։ Գործը հարկանք կուզե, գործը սեր կուզե, գործը հարկանք կուզե։ Այսինքն եթե ուսում արած եւ վրաց գործը կսիրես, գնաս անգե շահմը ունենալ։ Եթե դեսես եթե գործի չկաց ինչու չկար երկու գործի կարծես եւ պատասխանը քեզի հարևանից ճոճուկին դարետար պիգար հոմեի չատ ամեցին հարփածի անորմալ չգծակալ պատասխաններն էս ասի անիմաս պատասխան մնե էս դժբախտաբար որ էս 2013 թվին Հայաստանի մեջ արագույրների ամենամեծ ցուցահանդեսը պատկերասրահի մեջ արդյոք եղար չեմ գիտեր չէ չեմ եղել չես եղել դժբախտաբար չես եղել որովհետեւ եթե հին արխիվներում նայելի կլաս, այլ մեծ ցուցահանդես ուներ արագույրներին 160 ֆոտոյով պատկերասրահի մեջ ամենավիրի հարկի 9-րդ հարկի վրա մեծ ցուցահանդես մտածինք եւ շատ կարևոր ցուցահանդես ուներ։ Անորոշ էս ուզեցի որ հոն թանկարան բանալու ծրագիր ունի, բայց կառավարությունը դժբախտաբար անտվագանները չգրծավ օգնել ինձ։ Էս ուզեցի որ ջաշի եւ արագույրները միացնեմ, ագ միացնեմ, ջաշակ անունով ռեստորանը պարամ։ Ջաշի եւ ագը միացավ եւ անանք ջաշակ եղավ։ Չգրծան հասկանալ որ ջաշակը ինչ է, ուզեցի ամենտեղ պատմել, բայց դժբախտաբար չգրծա լավ հասկացնել որ մենք Բոսայի մշակույթ ունենք, բոսայի մշակույթը բերենք այս մշակույթի ջաշ է, մշակույթի երաժշտություն է, մշակույթի քրագանություն է, մշակույթի ֆոտո է։ Անորմալիզացիա որ ասկամուրջ մգազում ենք հոն, մեծ ռեստորան մներ Թումանյան Սպենդիարյան խաչմերուկի վրա էր, չեմ գիտի որ դեսար դեղը։ Տեղը հա, մոտապես պատկերացնում։ Մեծ պատկերացումես, լավ դեղ էր, բայց դժբախտաբար չգնացանք հաջողել Հայաստանի մեջ եւ վերադարձանք։ Երևանում հիմա մի քանի փողոց կա որ շատ լավ են աշխատում, այդ Սարյան փողոցն ու Կասկադը որ չէ լինի։ Պուշկինը լավ է, Պուշկինը լավ է, Սարյանը լավ է։ Շարժը այդտեղ։ Ընդհանրապես ստեղի հայերը ու հենց Հայաստանի հայերը կա իրանց մեջ ընդհանրապես էլի ինչ որ ձև։ Պոլսահայերի։ Այո, պոլսահայերի։ Ընդհանրապես հայաստանցի հայերը աստեղ աշխատելու կան։ Աշխատելու կան։ Հա։ Գալիս են ստեղ աշխատելու։ Հարգով։ Աստեղ հայաստանցի հայ, այսինքն ապրելու համար եղող հայ չկա, շատ քիչ կա։ Հա, որ տեղափոխվեն ստեղ։ Տեղափոխվող չկա, ամենը ցևոմը Հայաստան մի վերադառնան, աստեղ։ Այդ արևտուրի հետ կապված արևտուրի համար կան, թե դուներու մեջ կաշխատին։ Հա, տենց բան է։ Հարգով, դուներու մեջ մեծամասնություն դուներու մեջ կաշխատին արդեն։ Մի քիչ մեր երևի հայերի տենց մեջ տաբու ոնց որ բան լինի, էլի, օրինակ ոչ մեկ ես երբեք չի լսել որ տենց գան, մենակ գիտենք որ գալիս տենց առևտուր են անում, ապրանք են տանում, բայց կան ուրիշ աշխատանք։ Շատ մեծ քանակություն է, այսինքն բոլիսի մեջ վերևարում 30-35 հազար հայաստանցի հայ կգսեն, ընդհանրապես կոմկապի գողմը կբնակին, մայրի գեղեցին, այսինքն բադիարակայանի շուրջը կբնակին, եթե կարելությունն ունես կնաս զրուցել ընձ հետ, պիտի հասկնաս, որ ընդհանրապես աշխատելու կան և աշխատին, արդեն, այսինքն իմ մորս կովը հայաստանցի դիգին մգա, եղբորս կով հայաստանցի դիգին մգա, օգնական, իմ դունս հայաստանցի դիգին մգա օգնական, այսինքն մենք երեք հոգի ենք, երեք հոգի դունը երեք այդ կարտեն գա, բայց ընդհանրապես պոլիսը, թե հայերում կով, թե թուրքերում կով, դրական գործերը համար դիգինները եւ դրամատիկ աշխատելու կան եւ աշխատին բիզնեսի համար կան ընդհանրապես ոչ երևանցի են հարգով ավելի կավարներ են ջուբեր են գնալ որովհետեւ հարաբերություն քաղաքի հարաբերություն չեն գծած կազմել Հայաստանի մեջ մեծ քաղաքների հետ ու կան աստղը փող աշխատին ամիսը $800, $700, $1000 փող աշխատին եւ Հայաստան գուբերգեն Բայց չի լինում, որ ստեղ մնան, հավանեն... Շատ հավանող կա, օրինակ համար ինգերոչս կողմի Հայաստանցի դիգին կա, ուշիմ շատ կարացի դիգին մն է, ինքը 18 տարի ոս է, 18 տարի է, ընտանիքին հետ միացին է, հպատակ չի եղած, Հայաստանի հպատակ է, դժբախտաբար
չգնանք Հայաստան վերադառնալ, որովհետև ամեն թուրքություն ունի, եթե երթալի գլա չի պիտի գնա վերադառնալ։ Այսինքն բավական հայ գա, հայաստանցի հայ գա ապրում։ Նաև այցելեցի եւ զրուցեցի Գարագոյազյան ազգային դպրոցի անձնակազմի հետ։ Այն հիմնվել է 1912 թվականին, տղա երեխաների համար որպես որբանոց, իսկ հիմա ծառայում է որպես հայ երեխաների համար դպրոց։ Ցավոք տնօրինությունը չհամաձայնվեց նկարահանվել, բայց պատմեց ինձ դպրոցի պատմությունը։ Շատ լավ։ Իսկ մեր երիտասարդները հայերը ինչով են զբաղվում ստեղ, թե հիմա ավելի շատ ինչ ոլորտներում են աշխատում, ինչ է իրենց հետաքրքրում։ Ուրեմն ավելի առաջվա դարիներուն անցյալն ասեմ ավելի շատ այն անձերը, որոնք չէին նախընտրեր գարտալ համալսարանի հետևի եւ այլն, ուղղակի գերտային շուգա, կոտ շուգա, որ թերևս տեսար Grand Bazaar կոչվածը, հոն ոսկերչության ասպարեզը Թուրքիո հայերու մեջ շատ նշանավոր եւ բավական անցյալ ունեցող ասպարեզն է։ Այսինքն գնամսը որ Թուրքիո մեջ արդեն ոսկերչությունը հայերու կողմ է զարգացած ջուղմն է, իրենց հետ սկսողը զարգացած, բայց հիմա նոր շրջաններուն արդեն իրենք ալ գործուն ցուցած են իրենց այդ փումփանը եւ թուրք ոսկերիչներ եւ այն սորված են հայերեն արվեստի եւ իրենց ցերկ անցած է շուգանս այդպես կսեն իրենք ես ուղղակի մեջը չեմ բայց երբ որ խոսենք հայ վարպետներու հետ այս բանի շուրջ ոսկերչության շուրջ կսեն որ հին օրերը չգան եւ այլևս դուղոց մեջ ալ շատ շուգա ընդրող չգա այսինքն այո երթամ շուգա եւ ասպարես սորվին արվեստը սորվին ոսկերչություն եւ այն շատ չգա ուրեմն զանազան ասպարեզներու յետևեն են չեմ գիտեր համասարան գարտացողները իրենց համար կորձ կպնդրեն այդալ թյուրին չէ այսինքն վերջացնել են վերջը համասարանը քեզի փամը չսպասեր գովա եգուր քեզ առնեն կորձի շուտ այսինքն Թուրքիո ընդհանուր հարցն է արդեն բայց հայերու մոդալ անշուշտ կա քանի որ Թուրքիո մեջ կաբրին այսինքն չեմ գնալ ասել որ հստակ կերպով դղակը սա գնան ամեն մարդ իր ջամփանք նալու գչան ծեվում հա իսկ ինչպես են հիմա թուրքերը օրինակ մեզ հայերին վերաբերվում ոնց որ հայ բառը որ լսում են ինչ է իրանց մոտ այդպես դերն հիմա շատ դարբեր դեղեր դարբեր ցևեր եւ դարբեր ինչ ասեմ վարմունքներ կան հա Ստամբուլում օրինակ այո ես օրինակ զինվորությունը սոսրած եմ 6 ամիս եւ զինվորության շրջանին մենք 80 հոգինոց մի խումբ էինք որ միակայի ես էի այդպես բայց այդ խումբին ընդհանուր հատկություն այն էր որ բոլորն համասարանական էին եւ ընդրած էին 6 ամիսն էլ քանի որ այդ ադեն գար 6 ամիսն էլ կամ 12 ամիս անել մենք բոլորս 6 ամիսին ենք շուտ վերադառնանք եւ մեր կորձերուն քուլուխը լանք ուզողներն էինք այսինքն անոնց սկսեն գար շրջանի զինվորություն ոնց ես շատ լավ ինձի ամեմարտ վերապերում ցույց տվալ նույնիսկ անոնց մենք 5-6 adin հետ գխոսինք Face-ի վրա եւ Instagram-ի լավ էս ինչպես ամեն չէ այլ լավ ընկերներ են մի քանի անգամ նոր գնստինք կոկոսին կուդենք եւ այդ ծարցիալ լավ օրինակ մասեմ հիմա ես իմին ուսուցչություն արած թաղամասից Բեյոլը գոչվի որ բոլսը ամենեն հնակույն եւ անվանի թաղամասերը մեկն է Բեյոլի մեջ կան նաեւ անշուշտ թրքական վարժարաններ եւ փանը հոստերի գրթության նախարարությունը գսե որ դուք դարին 2 անգամ պետք է հավաքվիք բոլոր շրջաններու ուսուցիչներ ասենք երաժշտությունը զատ տվապանությունը զատ գիտությունը զատ անկլերն եւ այլն եւ իրար հետ պետք է խոսիկ եւ որոշումներ առնեք ծեր ծրագիրներու մասին մենք միշտ կմիանանք մյուս բոլոր թուրք ուսուցիչներն հետ ես ամ դարձյալ միակ հայը լալու եւ հոնալ շատ լավ հայրապետում միասին համերգի ելանք անցյալ 2 շաբաթ առաջ ես երկեցի ասենք անկլերեմ մյուս երկեց թրքերեն եւ այլն այսինքն ինչպես ասեմ դքետ չեղող ժողովրդի մոտ գարտացող մի քիչ ասենք զարգացած անձեր կան որոնց մտայնությունը լավ է ըստ երևույթի հա չես գիտեր թե նույնիսկ երբ որ կա որոշ բաներու ինչ կլա իրենց ցևը վարվելագերբը կփոխվի կամ չփոխվի բայց ընդհանրապես բանով կմոդենան ինձ ասենք սկուշ կմոդենան որովհետեւ ինձ չգոդրեն չտապեն այսինքն գրծած կցեն այդ նյութերի որ բացվին թուկալ իրավունք ունիք ցերալ վիճակը բաներերը քեշերը անփախտություն եւ այլն հին շրջաններում ասենք բայց կան նաեւ ասոնք իմ գարձիկով
մեծամասնություն չեն այս տեսակի մտածողները։ Քիչ անց է Թուրքիո բանին եթե դարածենք, ընդհանուրին եթե դարածենք, քիչ ասոն ստիլ, բայց կան ուրիշ տեսակներ, որ ինչ որ եղերը անցյալին լավ եղեր է։ Ուսողներ կան։ Դուք արդեն արժանի եք այդ ծևի։ Ասոնք ավելի մեծ տիպով են։ Իմ դեսածով սկսեմ որ այսինքն գրնամ չեմ գարզել որ գրնամ սխալի, ընդհանրապես Թուրքիայում մեջ բնակող հայերը քրեթե ինձպես կմտածեն որ գխորիմ ինչպես որսի դարբեր դեղեր, դարբեր հասկացողություններ, դարբեր մարդոց մոտ դարբեր է։ Ընդհանուր իսկ ագրեսիա լինում է որ ինչ որ շորնակ եղել է, տենց որ մարդիկ լինեն որ ագրեսիա տենց ցուցաբերեն։ Այսինքն ադեն բայց ասենք որոշ սա եղավ զորոնակ անցյալները Քադուկ յուղի հայոց եկեղեցվո թրան վրա ասկե 2-3 տարի առաջ գան առաջ 2-3 հոգի ելեր էին խմիչք եւ այլն հոնդեղ ասենք բորալ գանչել եւ այլն անսոնք բան են անհատական են այսինքն չես կնար բոլոր ասենք ժողովուրդը այսպես է ասպես անվանել ճիշտ չէ այսինքն Ես շատ հինեն, ասանք 30 տարի զինվորեն նոր վերադարձածի, Քադուկ յուղի եկեղեցվո մեջ բադարակ ունեինք։ Բադամամ, մեմնալ Քադուկ յուղի եկեղեցվո մեջ բադարակ չերկեցինք սորոնը, բայց հանդիմումով չերկեցին։ Քացինք մեկ օր առաջ Թուրքիո բանը Prime Minister, ինչ կսեն, վարչապետը, ինչպես Նիկոլ Փաշինյանը, վախճանած էր, Թուրգուտ Özalներ այդ այդեն, թերևս լսած ես։ Մեկ օր առաջ շաբաթ վախճանած մենք գիրագի բադարակի ենք երկեցինք շուգային ճիշտ մեջն է եկեղեցին ուղագի մեջն է եւ քարեր դեղալու սկսան թուրսեն թեբի աբագին գոդրվեցավ ես բոլոր դողոց ամեն մարդ ցած իջնա շուդսի բադարակը վարիները լուրջ չունեն մենք վերնադունն ենք խորանիները գշանագին հետո աղմուգով ետ դարձան գեցավ բադարակը եւ այն ասանք հadoop բաներ եղած են բայց ընդհանրապես այդ ինչպես 1955-ի այդ թեփքերը եւ գամ ուրիշ բաներ անանք մեծ բան աստեցություն ունեցող խնդիրներ չի գա հիմա գույնը։ Իսկ լինում են հայեր, որ վերադառնում են Հայաստան։ Թուրքիայեն, Թուրքիո հայեր են։ Թուրքիայում հա, ստեղ ապրող հայերից։ Շատ թարմ մեկ հատ օրինակ կա, իմ աշակերտներն մեկ հատը երկու հատ նույնիսկ, որ դեր եւ դիգին են արդեն, որոշում արին Հայաստան հաստատվի։ Եվ անցյալ շաբաթ տեսա իրենք բադահմամ Սին որ բարոն ինձ բարոն արդեն գսեն քանի որ ուսուցիչներնոս ընդհանրապես այր մարդոց բարոն գսեն բարոն մենք որոշում արինք Հայաստան երթալ հիմա պիտի երթանք պիտի կանք փամոգուզես ասե ինձ ասի մեկա տրոշմատուղ տարեք Ավեդիկ Իսահակյանի տրոշմատուղը ելած է ես շատ կսիրեմ նամականիշ գսեն չէ Հայաստան մեջ ընտան մարկա հա կամ սի մեկա տանգե բերեք այդ է այսինքն այս քիչ բայց գերտան այսինքն ընդհանրապես ոնց հասկանում եմ եկեղեցու օգնությամբ են ավելի շատ հայերը պահպանում ինքնությունը իրենց հայ այսինքն եկեղեցի օգնությունը չեմ գիտեր որքանով է ամեն որովհետև ոնց հասկանում ինքն է կապում էլի ես այդտեղ ոնց նկատեցի ավելի շատ եկեղեցին է կապում հայերին որովհետև փորձում էի որ Facebook-ում ինչ որ խմբեր գտնեի չէի կարողանում գտնել ինչ որ հայն համանքներ որ կարող եմ կապել հենց որ խորհուրդ էր տալի եկեղեցու հետ կարաս կապնվես էլի այսինքն ամեն ինչ ոնց որ եկեղեցու միջոցով էլի պետք է անես այսինքն եկեղեցիներուն կապված հիմնարկները կան որ թրկերեն վակֆ կգոչվին հաստատություններ են ասում ինչպես քիչ առաջ ասի Ֆերիկյուղը իր հիմնարկը ունի Բաքրկյուղը Մակրկյուղը իր ունի այդ հիմնարկները ղեկավարեն եկեղեցվո բոլոր գործունեությունները ոչ թե հոգևոր կողմը չեմ ասել այսինքն ադիգաբադիրակարանի կողմն է եկեղեցի գարիկները Կրեթե ամեն եկեղեցի իր գողքին արդեն ունի դպրոց, այսինքն մոտ եթե չեմ սխալիր 14 վարժարան ունի միջնակարգով, իսկ 5 հատ լիսե ունի, եւ այդ բոլորը կապված են հիմնարկներով, զատ հիմնարկներով, եւ ամեն հիմնարկ իր դպրոցին եւ եկեղեցին հոգալով պատասխանատու է։ Ուրեմն ամեն հիմնարկ իր գլխունջարը ինքը գնայի, բայց եթե ասենք բոլոր համայնքնալ օգնելու գճանացեվում այդ հիմնարկը, ասենք որ բյուջեներ գնեն, բյուջեները փաց ունին, անշուշտ ամեն բան փաց ունի եւ մյուս վակֆները, մյուս հիմնարկները ով որ փաց ունի, անոր ծևոմը իրենց գրծածին որ գնան, օգնելու գճանան ամեն շաբաթ մեգում համար մեծ սիրո սեղան գշտկվի, բادرակ կլա, հետո այդ սիրո սեղան մադաղ գսենք մենք ասում։ Ահա, եւ ասենք որ այս տեղը գահայդարը որ մենք 15 միլիոն փաց ունենք, գահավաքվի զորնակ 13 միլիոն 2 միլիոն նորեն փաց կմնա դարվա մեջ ադիկա դարձյալ աչեն ցախն ծևոմը հավաքելու գճանան։ Այսինքն ամեն մարդ ծևոմը իրար օգնելու գճանա, բայց վերջին շրջաններում այս օգնություններուն բաքսիլը ավելի
մեջտեղ էլ, այսինքն մեկը որ գուդար ավելի առաջ 3 միլիոն, սոր ես այլևս 3 միլիոն բիդի չկարնամ դալ քեզի 1 միլիոն բիդ, մյուսը գսե 5 գուդայի 2 բիդ դամ, խնդիրներ կան, այսինքն հավասարակշռությունը ավրված է եւ միշտ բաժիրակ հայրնալ գսե բարերանալ գսեմ որ այս կորձին վերջավորությունը լավ չէր տար դեպի ուր գերտանք պետք է լուծում գտնանք բայց լուծումի համար որոշ պլան պրոգրամ չկա մինչև հասկացա իսկ մի քիչ էլ հարցնամ Ստամբուլից կամ Թուրքիայից երևի ավելի տան շատ էլ ինչն է այստեղ օրինակ հավանում ու ինչը չեք հավանում Թուրքիայում այսինքն ի վերջ հա քուզնած դեղը թե ինչպես ամեն մարդու համար ինձ համար ես կուզեմ որ այս երգիրը ընդհանրապես լավ շարունակե իր կյանքը երգիրը իր կյանքը լավ շարունակե որ մենք այս երգի մեջ բնակ ուղղեմ մոտ 50,000 հայեր լավ ըլլանք հա անշուշտ շատ կարևոր է նաև Հայաստանին լավ ըլլալը երկու երգիներու միջև լավ հարաբերություն ըլլա բայց ադիգա ոչ այդ լավ հարաբերության ստեղծումը ոչ Հայաստանի վնաս պատճառ է Թուրքիային չեմ գազարարթեմ որ վնաս պատճառ է yani ես այս երկրի մեջ բնակելով ադեն ըսած եմ որ արդյոք երթալ պետք է քանի որ շատ ծանոթներ ունիմ նույնիսկ իմ ասկականները շատ մոդիկ ասկական դիգնոչս քույրը արդեն քաղտած է Ամերիկա մենք ալ մտածած ենք ադեն երթանք թե չերթանք բայց այդպիսի գաբեր ունենք որ հոս իմ անցս մասին եթե խոսում եմ հայրս մայրս ադենենի վեր արդեն մեր բոլոր ամեն արմատները ոսկե եղած են եւ ուսուցչությունը, աշակերտները, երկչախումբը, ամեն ինչ չեմ գնալ մեկ կողմեն սրբել եւ նոր կյանքի սկսի նոր էջ բանալ դարիք մունինք ի վերջո ես 56 տարեկան եմ ուրեմն դերևս չեմ ցցնել բայց այդպես է չես գնալ այդ սիրտը ունենալ թիմանալու դոգալու հոս մնալը եւ հա գրնալու լավ որ զավակներս եթե նախընտրեն գրնան երթալ ինչու՞ չէ իրենց համար ամեն ինչ գրնամ ընել, որովհետեւ իրենք երջանիկ գլան, եթե պիտի երջանիկ պիտի լան, եթե պիտի չլան, աշուտ չերթան ամեն մարդու համար նույնն է։ Այսինքն ընդհանրապես ես հոսլալեն մեմնալ քիչ մասի գարձես թե բանի ըստիվորականության պես բամնը մենք պետք է բահենք հոս գատնու բաները, քանի որ ասչապ դբրոս, ասչապ եկեղեցի, ասչապ հիմնարկ, երջախումբեր եւ այլն ունենք, քոնե մենք մնացողներս ասոր դեր կանք եւ չցկենք որ ասոնքալ երթան գործվին եւ կամ կոծվին Paner mănel bet că aniga înelic anțeră hos մենք ենք ուրիշ մեկը չէ աթուրսեմ մեզի ծերևս օգնություն գուկա քանի որ նյութականի խնդիրներ ունենք ինչպես որ քիչ առաջացի Ամերիկայի հայերը Ֆրանսիայի հայերը ովքեր կան որ չեմ գիտեր կնան ասել որ անշուշտ առաջնությունը Հայաստանին է իմ կարծիքով բայց եթե մենք ալոս մեզի ալ եթե դալիկ բաները ունին ինչու՞ չէ մենք ալ պետք է որ առնենք հա Երբ խոսքը վերաբերում է մեր երեխաներին, մենք ավելի երկար ենք մտածում ընտրություն կատարելիս։ Օրինակ ես ամեն անգամ երեխաներիս համար խաղ գնելիս կարևորում եմ 3 բան։ Առաջինը որ լինի զարգացնող, երկրորդը լինի զվարճալի եւ երրորդը ամենակարևորը որ պատրաստված լինի բնական նյութերից։ Այս 3-ը մեկում գտնելը գնալով ավելի բարդ է դառնում։ Մինչ որ մեզ մոտ է միտք ծնվեց ստեղծել DO project-ը, որը հիմա արդեն Հայաստանում է։ Դոն բնական խմոր պլաստիլին է պատրաստված բացարձակապես մաքուր եւ բնական բաղադրիչներից։ Այն վաճառում է 2 տարբերակով։ Առաջին տարբերակը դա պատրաստի պլաստիլին խմոր է, որը ուղակի բացում եք եւ այն պատրաստ է խաղալու համար։ Երկրորդ տարբերակը դա թոր խառնուրդ է, որից հենց երեխան ծնողի հետ միասին կարող է մի քանի բարձ քայլով պատրաստել խաղային խմորը։ Սա ոչ միայն զվարճալի է, այլև ուսուցողական գործընթաց է, որը դարձնում է խաղն ավելի հետաքրքիր։ Մենք ստեղծել ենք խաղ, որի շնորհիվ ծնողները կարող են հանգիստնել երեխայի անվտանգության համար, իսկ երեխաները զարգացնել իրենց երևակայությունն ու ստեղծար միտքը։ Չմոռանամ նշել նաև, որ դոն միանգամյա խաղալու համար նախատեսված չէ։ Նրանով կարող եք անվերջ խաղալ։ Իսկ թե ինչպես ձեռք բերել, կարող եք տեսնել տեսանյութի նկարագրությունում։ Իսկ ինչ են մտածում օրինակ հենց Թուրքիայի ոնց որ թուրքերը հայերի մասին ընդհանրապես ոնց են վերաբերվում Հայաստանի օրինակ հայերը երևի ավելի շատ Ասում ուղի բալասկամը չեմ գնալ դալքիզ որովհետև իմ ապրած ոդուս չանի գա բայց կասկնամ որ ոչ մի պրոբլեմ չունին վերջապես աշխատողը իր գործը եթե ունենի կլա
հայնա փողանների կլա։ Հա, զգացել եմ, կարևորը իրանց առևտուրը անեն ու վճարեն Բայց իրենց այդ եթե զրուցելի կլաս, հիմա չեմ գիտակ որ իրենց դժվարությունները ինչ է, ինչ խնդիրներ ունին, ինչ երազանքներ ունին, իրենց այդ պետք է տեսնվի, որովհետև ան մագարտակի վրա շատ գաղափար չունի։ Հա, հասկացա։ Իսկ ինչպիսին է իրանց մենտալիտետը, օրինակ հիմա երիտասարդներին, էլի, ինչ մենտալիտետ իրանք ունեն, ինչ տեսակի են։ Թուրքերը։ Հա։ Թուրք երիտասարդները։ Հա։ Շատ ուշիմ են, շատ խելացի են, ամենը ուսումի վրա են։ Աստեղ են շատ մեծ դուրս Անգլիա, Ֆրանսա, Ամերիկա կացող շատ մեծ կարակ մկա, երիտասարդները կողմը, որ գուսանի իդ կուքան։ Եվ ամենակարևորը սա է, ամենը իր երկիրը կսիրե։ Հիմա ինձ ամ Հայաստանը անհասկանալի եկած ոչ մգար քեզ դեսամ անիկա։ Իրար գարցնեն հայաստանցիները ուր գմնաց։ Ուր գմնաց։ Մնալ պար անցողական պարմն, այսինքն օր մամայ մեկը գիտածներն կախտե։ Մնալը անհասկանալի բան է ինձ համար։ Ուր է կու փյուղուտ, ուր է կու բարդեզդ, ուր է կու ծարդ։ Ուր գփնագի եղբայր։ Հարցնող չկա, ամեն մարդ կարծում իրար ուր գմնաց։ Մնալ, այսինքն պիտի գնա։ Օր մամայը պիտի գնա, լոս պիտի գնա, մոս պիտի գնա, հոս պիտի գնա։ Շատ է, ես Սպախտապար Հայաստանի մեջ ամենամեծ պրոբլեմը ըստ ինձի Հայաստանցին ոչ տրոշակի, ոչ իր դերին, իր հողին, իր ձարին, իր քյուրին, իր քաղաքին, իր անցյալին գապված չէ։ Հարկանք ունի, բայց գապ չունի։ Իսկ երազանքը, օրական երազանքը գնալ է։ գնալ, հա։ Աշխարհի հետ հարաբերության մեջ լալ եւ գնալ։ Երթալ անդեղ գնալ։ Ավելի մեծ աշխարհի երթալ եւ մեծ փող աշխատել եւ մեծ մարդ լալ։ Բայց ամենամեծ ըստ ինձի խնդիրն է Հայաստանի մեջ։ Երևի մի քիչ երևի բարդ է հենց Հայաստանում, որ չեն կարող պլանավորեն, էլի, սա վախենում են թե ինչա լինելու վաղը, հիմա դրանից է շատ կարևոր է։ Սերը շատ կարևոր է։ Անվտանգությունը, ընտանիքը։ Այո, հարցման նշանները շատ են, բայց գնալը աստեղներն 1980-ներուն ամեն մատ ծուսկ կախտեր գր, կացին և վերջ ամենը եդեկան մեծամասնությունը ետ վերադարձավ բոլիս և իրենց ուսումով, իրենց ինտելեկտուալ վիզիոնով, իրենց փողով երգիրը զարգացուցին։ Իսկին կացողը գմնագոր, ամենամեծ պրոբլեմ այնիգա է, լոսի մեջ Հայաստան գսես կրն է, մարդիկ եզի ռուսերեն պատասկան գուդագոր, ոչ հայերեն, և որովհետև ռուսերենը իրենց համար շատ ավելի մեծ աշխարհին գդոր լալն է, սոցիոլոգիկ անդեկանանք պրոբլեմ մգա ստինձի։ Մի քիչ կուզենամ խոսանք նաև հայկական ռեստորանից, զրուցեցինք մենք միասին առանց տես նկարելու, համ կուզենայի, բայց պատմեք բանը, որ բացեցիք, ինչ խնդիրներ էլի, ինչ ունեցեք, փակեցիք, ինչքան ժամանակ աշխատեց։ Հիմա 2019 թվին, երբ որ նոր կառավարությունը եւ ընդրությունը հետո սկսավ աշխատել 2013-ին, երբ որ ես ցուցանտես եղած Արագյուդերի, իրենց նվիրած է 160 Արագյուդերի օրիգինալ ֆոտո թանկանան պանալու պայմանով։ Անադերը մշակութային նախարարությունը Դիգեն Ասպիկ Պողոսյաններ նախարարին անձավականին իրենց հետ կոնտրակտ մերացինք և 5 տարվա մեջ պանալու պայմանով 160 ֆոտո նվիրած էինք Հայաստանի մշակութային նախարարության։ Եվ պայմանները մեկ հատնա, մինչև թանգարանը բացվի, պատկերասրահի մեջ 9-րդ վրա բոլոր նկարները ցուցադրվի խոսված էր։ Երբ որ 2018-ին Արագյուդերը մահացավ, 2018-ի հոկտեմբերին 17-ին մահացավ, չմահացած մի քիչ պատահեցին դեսա, որ դա եք տեսա քո հայաստանցի այդ խապեպայլան 160 նվիրեցինք եւ թանգարանի խոստված էին չբացին։ Սիրբարանները Հոգմներ օրմես պիտի երտամ և անիկա կեզի ամա պիտի ենամ, ծավամը պիտի ենամ։ Հայաստան երբ որեկա ուզիցի զրուցել մի կանի ոնքի հետ, Դիգին Փաշինյանի հետ տեսնվեցա, իրեն Արագյուդերը մի քիչ նվիրեցի, և ուզիցի որ ասանք այս ակշնցիրը մկախնցամ ինձ օգնեցեք, 160 ֆոտո նվիրացի, իրավունք ուներ, որ շատ նոր ենք և գնացքը չեմ գիտակորսով,
բայց պիտի սպայիմաս, պիտի հետաքրքրումաս կորտինը դսավ, հարգավ չեղավ։ Մեկ տարի սպասիցի, մինչև 2019, անգևերջի եկա Հայաստան գրգին, հայցա որ չի պիտի ըլլա, սիքոն ես իմ ներտրումը սնեմ, և անդեղը արագյուդերի մասին, մի մաս, մի պաժին սարկեմ, գրիա, երասունատ արագյուդերի ֆոտոգրաֆը պերի, մեծ տաշնամուր մտերի, արան կինի շատ կսիրեր, բզդիկ կինեդումը սարկեցի դագը, և ագի մասը, արագյուդերի մասը, լավ բոջով, տանկանանին ման սարկեցի։ Իսկ կոմնը ջաշի, որ արդեն ես խոհար արեմ, ուսում խոհարությունը վերջ արացեմ, ուսում ուսան չէ, բայց խոհար արեմ, մտա խոհանոց, 6-7 ամիս բոլոր բոսայակական ջաշերը, դոլմաները, տոպիկները, ծանամաները, ծիգերանները, ամենասարկեցի և ջաշը պացի։ Դժբախտաբար կովիդը եկավ 2020 թվին, երբ որ ես կարանտին պացի 2019-ի 20 գաբող կարանտին գիշերը պատեզի արդեն, 2 ամիս, 2 ամիս վերջում մարդին 13-ին պագեցի ռեստորանի և բոլիս վերատացը։ Հարգավ բոլոր սպասարկողները հեռաչուցին գուսին կովիդ կտրակ, մի 4-5 ամիսը սպասեցի, վերջը գրգին ետ վերատացա, եկա նորեն սկսա սարկեցի ամեն բաների, նոր խոհարաններ, նոր ստապարի և բոլոր կաղաքին բիլբորդներու վրա ջաշ և ակ մի բոլսո հեկյադանով բիլբորդի վրա ելա, 40 հատ։ Երկու օր վերջը պատերազմ ելավ։ Մի բոլսո հեկյատը, չհասկացան մի բոլսո հեկյատը, ով է, ինչ է, և ըսին որ թուրք ես, եկան ապագիները գոտվեցին։ Հա, տենց բաներ է եղել։ Եկան թույնը չվգեցան, բորացին, կնա աստեղեն, էլի կնա, բոլիս կնա, տունով ես աստև ինչ կորվես։ Բայց իմացեք ովքեր էին, թե Բարտասագարկաս հարցապործում չրած իր երազանքովը հարցակած անցեր էին, հարգավ շատ սիլուս նեղվեցավ, անիկա եղավ վերջը հարգավ գրգին գսեմ որ մերին դժբախտապար մայր լեզուն հայերեն է, բայց տեղական լեզուն թուրքերեն է։ Երբ որ բոլիսը մեկը կալի կլա, ընդհանրապես թուրքերեն կխոսի իրար հետ, այսինքն տեղական լեզուն կխոսի։ Որտեղ այրեն գիծոգը, չգիծոգը և Հայաստանի ոջը գիծոգը, չգիծոգը չգրցան հասկնալ, որ մենք բոսը հայ ենք, քիչ ենք, բայց կանք և բիդի լինենք։ Դե պատմություն է, բայց հայ են, չէ, ինչքան էլ շատ երկար անց։ Որտեվ հիմա ես ծանոթներ ունեմ, որ չգիտեմ, մի 20 տարի առաջ են տեղափոխվել Ռուսաստան, հիմա իրանց երեխեքը, չգիտեմ, 15 տարեկան են, հայերեն խոսալ չգիտեն, էլ են մարդկանց, ովքեր արդեն մի դար անցել է, այդ մարդիկ չգիտեմ, էլ այտենց մի քիչ այդքան է զարմանալու չի։ Շատ իրական ես էլ հա նկատում եմ, որ մեր ոնց որ հայերը ուրիշ երկրների նեղացած են, չգիտեմ, մի տեսեք Հայաստանից, դա իրական մեզ վերջի մի քանի տարին զգացում է բավականին շատ։ Այո, դժբախտաբար։ Հայաստանցի, բայց հիմա օրինակ ձեր հենց օրինակը որ վերցնենք, որ դուք էլ տենց փորձ եք ունեցել, հիմա ստեղ որ պատմում եք, մնացածի վերաբերմունքն էլ է, էլի փոխվում մեր հայերի նկատմամբ Հայաստանում։ Իսկ օրինակ ինչքանով է կապված այստեղի հայ համայնքը Հայաստանի հենց Հայաստանի հետ։ Ասեմ կապ կա թե որտեվ օրինակ իմ կարծիքով ես մի քիչ ոնց նկատեցի որ մի քիչ ոնց որ ինչ որ դիստանցիա կարելի ասել էլի պահեն ինչ որ զգուշությամբ են մեր հայերին վերաբերվում չգիտեմ էլի։ Հիմա ցավես անա ինչպես որ քիչ առաջ ալսի գախում ունի անցերը, գախում ունի աբրվածները։ Հիմա ես իմացած մասին եթե խոսում ես ովևէ հեռավորություն դիստանցիա չունին։ Ինչու՞։ Ես քանի անգամ մասնակցել եմ համահայկական խաղեր իբրև մարզիկ։ Քանի անգամ երջախումբով կացել եմ համերգներով։ Գրնամսել մոտ 15 անգամ ես արդեն Հայաստան եկել եմ 1999-ին ի վեր, մինչև այս տարի։
Այսինքն ես կրնամ ինչպես նկատած ես արևելահայերենը մի քիչ կրնամ խոսի։ Եվ երբ որ երթամ գասկնամ հոնդերի խոսված լեզուն, քանի որ հոս առաջին անգամ կացողում եկը ընդհանրապես շատ դժվարություն ունի արևելահայերեն հասկանալու։ Ինձ համար խնդիր չկա Հայաստան երթա։ Ինձ եթե ասես վաղը երկու միասին Հայաստան երթանք, եթե հարմար եմ ամիջապես քեզ երկու կամ բնավ չեմ մտածեր։ Բայց անանք անցերգան որ բնավ եթե չեն կացած Կսեն երթանք ինչպես կդիմավորեմ մեզ ոնց իր գազ կնամ ինչ կփոխվի։ Այդ եմ ասում, տեսեք ոնց որ վախեցածն են թե իրանց ոնց են ընդվերաբեր, որը իմ համար իրականում շոկային էր, էլի, չգիտեմ, խի տենց, որովհետև հիմա բաները քանի որ մենք Թուրքիա գաբրինք, երբ որ հոն կացած ենք, մտածում են խիչ են հետ գալիս էլի, եւ տենց են մտածում։ Ընդհանրապես ասկա։ Հետո դուք ինչպես գաբրիք Թուրքիո մեջ, դուք կացած եք։ Ասպանը վերնակիրը գա։ Այսինքն ես շատ բզդիկ եղած ադենս Կիպրոս երբ որ հունական բաժին մերկոյան գարտացի, հոնգե սկսյալ իմ մեջս կա։ Ցուն ինչպես Թուրքիա գաբրիս։ Ինչպես որ ցուն գաբրիս քու երգիրից մենք ալ հոնգ ձներ ենք, մենք ալ հոնգ գաբրինք։ Հետո գսե ցուն 24 ապրիլին փամը չես կնանել։ Այո, չեմ կնանել, yani որ ինչ կնամնել։ Դե իրական հայ, ես էլ օրինակ ինձ որ հարցում են որտեղից ես, ես մի անգամ հպարտ ասեմ Հայաստանից եմ, առաջին տես տաքսիստը ասեմ Արմենիա, ասում Արմենիա, ասեմ your neighborhood, ոնց որ քո հարևանն եմ, տենց բան չա, հետո մի հատ Google-ից Արմենիա, Արմենիստան, ասեմ yes, Արմենիստան, տենց մոտը բան է, զարմացած էր, ոնց որ ինչ եմ եկել, չգիտեմ, տենց իրա մոտ, բայց вообще ագրեսիա չկար, օրինակ ինձ թվում է մենք երևի եթե մենք իրանց հանդիպենք օրինակ Հայաստանում, հաստատ տենց բարեհամբույր չենք լինի։ Իսկ ո՞նց են վերաբերվում այս ճանապարհները օրինակ բացելու հետ, եթե ոնց որ բացվի, ո՞նց են մեր հայերը կամ թուրքերը վերաբերվում իրանց կողմից, ինչ որ տարբերություն կա, թե իրանց համար մեկ է ճանապարհ կբացվի Հայաստանի հետ։ Այսինքն ամեն մարդ կարծեմ բավական հույս ունի, որ պիտի բացվի։ Հոստերի հայերում մասը հայերի համար որ մեքենայով գնան, հա, ավելի հեշտ է ճանապարհը։ Այսինքն թե այդ ծավալ թե գուսան որ Հայաստանին ավելի լավ օրեր միդիա սպասի Հայաստան էկոնոմիկի ծավալ, հա, քանի որ միշտ զսպված ամեն կողմ է։ Հա, փակը։ Հա, փակը, ուրեմն գուզեմ որ Հայաստանը լավը լայի միտքով գխորին հուսանք այդ ծավալը, այսինքն եթե բացվի եւ մեզի ինը բացվի, մեզի ասած Հայաստանի ինը բացվի եթե դիլա, օքեյ բայց բաներունիմ, այս վարանումներում մեջ եմ թե լավ բիդելլա, բիդիչելլա, որը ինչ ծավով պետք է բացվի, ինչ ծավով պետք չելլա, անցոն թերևս գարկ բաներ տնել պետք է, հոդվածներ տնել պետք է, սա ծավով, այս ծավով եւ այլն։ Դե իրականում ինքնաթիռով այդքան գալիս գնում են։ Ես որ գալիս էի, օրինակ ինքնաթիռի մեջ ավելի շատ հենց թուրք էին, էլի, հայ չէին։ Ավելի շատ թուրք են, ուզեմ ասեմ իրանք մեկը ազատված գնում գալիս են, էլի, եթե ինչ-որ տենց բան լինի, պրոստը մի քիչ շատ հայեր նաև նրանց են վախենում էկոնոմիկայի ոնց որ պատճառով, էլի, որովհետև շատ մեծ շուկա է ու էժան ապրանք որ բերեց, ինչա լինելու ոնց որ լոկալ արտադրողների հետ կամ չգիտեմ գյուղատնտեսության հետ, որովհետև այստեղ բավականին էժան է ու իրականում ամեն ինչ լավ որակի ու սնունդի մասով, էլի, ամեն ինչ իրականում լավն է։ Ես երևի միակ տեղը մեր հայ օրինակ սնունդը մեր Հայաստանին ամենալավը իմ համար երևի մեկ էլ ստեղ է, էլի, ուրիշ տեղեր չեմ հավանում, տենց իմ դուրս չի գալիս, բայց մի քիչ դա երևի դրանից են շատ նաև վախենում, մեր հայերը, գիտեմ, բայց ես եմ լավ կլինի, եթե բացվի, ես եմ կարծում, որ արժի, որովհետև նաև Հայաստանից արտահանելու, չգիտեմ, էլի մեծ շուկա է, կկարողանան արտահանել, իսկ կա ընդհանրապես հայերը, որ աշխատեն ստեղի հայերի հետ։ Ունին, մեկ-երկու ծանոթ ունիմ, հոն նույնիսկ գարձեմ Հայաստանի մեջն են, ուղղակի բոլսահայ են, բայց հոն կերտան հոնգ աշխատին, մեկ-երկու բարեկամ անուններ ունենք, գիտեմ որ հոնգե աբրուստ կջարեն, Հայաստանի մեջ աշխատելով, իրենց աբրուստը կջարեն, ատկեզած իմ մեկ աշակերտը ուղղակի հոն հաստատվեցավ, հոն գաբրի, հոն աշխատի, ամեն բանով քաղաքացիությունը արավ, ոնե ուրախ է, ինքզինք ավելի լավ կսկա որ քան թե խոսել լավեն։ Իմ դեղս հոներսավ, ես պետք է հոնել լամսավ, իձն է բոլսեցի է, մայրը, հայրը ամեն ինչ, բայց հիմա հոն է, այդպես բաներ կա, այսինքն, օրինակներ թերևս շադանը ավելի լավ գլա։ Իսկ մեկ էլ ինձ մի բան սենց հետաքրքրեց, ինչու մեր օրինակ դպրոցներում այստեղ կամ օրինակ եկեղեցու մոտ Թուրքիայի դրոշը կա, բայց Հայաստանինը չկա, որ ագրեսիա որ չլինի։ Քանի որ Թուրքիա եւ Հայաստան պետությունները ճշտոնապես իրար չեն ճանչնար, ճշտոնապես իրարու միջև քրություն եւ այն ոյ խոսում ենք փանչունինք, հյուբադոսարան գսեն, ինչ գսեն,
Հա, սա Կոնսուլա։ հա, Չունին թուրքերով Տեսփանատուն։ տեսփանատուն հոն չունին ուրեմն ադիգա արդեն առաջին բանն է որ երկու երկիրները իրարու հետ ճշտոնապես գապ չունին ոս մենք մեկ բան ունենք միայն Սևձովյան տնտեսական ընկերության համագործակցության անունը ուղիղ չգրծա ասել երկարանն է այդիկա գամ միայն դերևս դեսած է Թաքսիմի գոմերս գետնական մասի գոմերը մեկ հատ շենք կա որ անունը Սուրբ Ագոպ է շենքի անունը Սուրբ Ագոպ է մենք արդեն հիվանդանոց ունենք ինեն հիմա չունենք որտեղ պետք է շինվի դարձյալ եւ այն մեծ խնդիր էոնած շենքին վրա Հայաստանի դրոշը կա ահա մինակ դերն է որ իմ գծած Հայաստանի դրոշը կա այնտեղը ճշտոնական մինակ օֆիսան է մինակ սենյական է ուրեմն եթե սահմանը բացվի եւ վեդությունները արդեն իրար ճանչնալու սկսին post տեսփանադուն բիտ բացվի, հոն տեսփանադուն բիտ բացվի։ Հա, որովհետեւ ես էլ որ անցնում եմ իմ մոտ այնպես մի տեսակը բան եղավ, էլի, որ անցնում եմ, նայում եմ Թուրքիայի դրոշը դրած, ասում եմ դե Հայաստանից ոնց որ ինչ-որ մի բան չկա, նայում եմ ոնց որ մեր եկեղեցին հայկական լինի, բայց միջև չես կարդում ու անգլերեն էլ չկա գրած, հայերեն էլ չկա գրած, միցև կարդում եմ որ հասկանամ կամ ինչ որ պատի վրա հայերեն տառեր եմ տեսնում որ հասկանամ ոնց որ հայկական է, էլի։ Մի քիչ դա է, այտենց բանակ եթե Ամերիկա երտաս հայկական մի վարժարան, թե Հայաստանի դրոշը կտեսնաս, թե Ամերիկան, Ամերիկայում, հա, բայց հոս չես կնար եւ հոն որ երկվի Հայաստանի ասկային քայլեր կերկվի, հոս չես կնար։ Հա, չես կարա։ Հա, ու մեկ էլ դա եմ նկատել, որ շատ հայերը ազգանունները փոխում են, դա էլ է երևել, նույն պատճառներից մեկը, որ ժամանակին Հա, ընդհանրապես Յանով վերջացողները օուլու ուրած են։ Օուլուն, այսինքն այդ Քերթաստանն եղող անոր դղան։ Հիմա ասենք ես Մամիգոնյան եմ, Յանը վերցում Մամիգոն օուլու պետք է ելը, որ դքեղ արդեն երևույթ է։ Շատ կանակ, Դեմիրջյան է, Դեմիրջի օուլու վրա շատ կա։ Հա, նման շատ կա։ Իսկ երիտասարդների մեջ շատ են, որ հայերեն կարողանում են խոսալ, կամ օրինակ չեն կարողանում խոսալ շատ են լինում։ Այսինքն բնավ չխոսող, այսինքն երբեք այդպես բայց շատ դժվարով ինքզինքը արդահայտողներ կան։ Այսինքն բար չեն գրնար գտնալ, ինչու որովհետև արդեն մտածելու բանը լեզուն թրքերեն է։ Հա։ Այսինքն դղան գծնի, դերևս մորը հետ դպրոցում, մանկապարտեզում Օքիս Սավագս, Մեկադիգս, Անուշիգս, այո, ատկե ամիջապես վերջը դպրոցը մանկապարտեզի շրջանը ավելի նորեն հայերեն, բայց որ առաջին, երկրորդ, չորրորդ, այսինքն 5 կարծեմ 4-րդ կամ 5-րդ վերջը ավելի երթալով բոլոր լեզուն թրքերենի գտանա դպրոցի առօրյա լեզուն, եթե մենք հայերենի չկարանանք փոխել, որ իմ գծածովս Լիբանանի մեջ դպրոցի լեզուն, այսինքն դղան երբ որ թասեն դուրս բարդեզելա, թասեն դուրս ճաշարաներ տա, խաղի միջոցին, օրինակ քնտակ խաղան, ֆուտբոլ խաղան։ Խոսեմ, ազատեմ, ինձին է դե, յետև անցիր, ասում բոլորը թրքերեն խոսին։ Իսկ բանա ատ քնտակ ինձին է դե։ Բուրդայեմ, խոսեմ, ասում մենք քանի որ եթե առօրյա մեր կյանքի մեջ հայերենը չգնանք, եթե տնել, ասիկ արդեն պիտի հաջողենք, երբեք պիտի չհաջողենք։ Ինչու են զբաղվում հայերը ստեղ։ Ոսկերչություն կա։ Հա, շատ։ Լավ ոսկերչություն կա։ Մեծ ներդրումներ կա։ Ինչ գիտնամ օրինակի համար ալյումինի շրջանակներու ներդրումներ կա, բանիրի մեծ ցեղ ունեցողներ կա։ Մեծ օտոյի մեծ պլաստիկներու production ունեցողներ կան։ Շատ մեծ բավական մեծ հայեր կան որից մեջ։ Ռեստորանային կյանքի մեջ է, այսինքն ամենամեծերը մեկը դա էսն որովհետև 4 հատ, այսինքն հայելով ամենամեծերը մեկը մեջում շատ ռեստորան կա, բայց հայելով իհարկե 4 հատ ռեստորան, մի հատ catering ֆուրշետ ունիմ, հենց անոր կլուբ նախճիկս կարտեն։ Մենք ենք ուրիշ ռեստորան, հայ ռեստորան ունեցող մի քանի ընկեր կա, ոչ հայկական ոճով, արդյունք շատ կա, այսինքն նկարիչներ կան, գրողներ կան, իրեն ջանքահակը մեծ է։ Կսեմ որ 18-16 միլիոն այսինքն վերջին բանին հաշվարկին 16 միլիոն դվանշան մեգար, բայց սա եկավ որ 10-15 տարի առաջ էր։ Հավանական է որ հիմա 16-18 եղած է։ 10 անգամ մեր Երևանից շատ էլի։ 10 անգամ Երևանից շատ։ Հայաստանից է 10 անգամ շատ ընդհանրապես, եթե նայելի կլինի։ Ընդհանուր տվից։ Ընդհանուր տվից այո իրեն շատ։ Եվ աստեղ եկավ ջուրինչի աստեղ կյանք։ Աստեղն է պետք է գրվիս, պետք է ոդի մնալու համար շատ աշխատիս, ուշիմը լաս, խելացի լաս, հարաբերություններ լավը լա,
որովհետև 6500 ռեստորան կա Իստանբուլի մեջ։ Հա, շատ է, հա։ 6500 ռեստորան կա։ Ու համով է, ես էլ որ երևի Երևանից Երևանից ամենաշատը որ հավանում եմ ուտելիքը ստեղին է, Ստամբուլին նա որ շատ համով է, էլի։ Չէ։ Մնացած տեղերը ասում են համով է, բայց այն չի, էլի, ստեղից է կայնց համով է ուտելիքը։ Բոլիսը մեծ քաղաք է, կոնկուրանս կա։ Այսինքն եթե լավ չես, արդեն չգաս։ Բոլիսի 6500 ռեստորանի մեջ առաջին 100 ռեստորանը մեկն է։ Ծեր։ Առաջին 100-ի մեջն ենք մենք։ Շատ լավ է։ Եվ դարիներ ասիկա ինքնա երբեմն մինչև 60-ներու, 60-ի մեջ կմտնանք, վերջին պարսանը 160-ներու, բայց ընդհանրապես ան 100-ի մեջն ենք։ Երիտասարդության մոտ Պոլսի հենց կապը կա Հայաստանի հետ, օրինակ ինչքանով են իրանք տենց Հայաստանի գալիս, օրինակ հետաքրքրվում, նորություններով Հայաստանում ինչա կատարվում, չգիտեմ, էլի։ Գա, երիտասարդների մեջ բավական մեծ կարողություն Հայաստանի հետ հետաքրքիր է, գերտագուկա, թե երաժշտական առումով, թե մշակույթը ավելի շատ, հա։ Դույդի, մշակույթի, այսինքն Հայաստանի հետ բավական հարաբերություն ունեցող երիտասարդներ կան, եւ հիմա ամենա պասապորտի հետևի են հայկական պասապորտը գուզամուր ունենալու ցեկրն վրա, եւ շատ մարդ գիտում է Հայաստանյան հայկական պասապորտը հարազատ։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ բոլորի ազգանունները հայկական չեն։ Այսինքն նախընտրության խնդիր է, աշխատած մթնոլորտը եւ ապրած շրջանակը շատ կարեւորություն ունի այսօր վրա։ Երբեմն իրենք կգրջատեն, երբեմն իրենք կփոխեն, բայց թվականին եւ անցյալին ասենք մեծամասնությունը օլու լալով յաները փոխված են։ Մեր ընտանիքը չփոխած օրինակի համար, իմանուս տայք է։ Եղավ, տեք ջան, շնորհակալություն։ Գործերին հաջողություն։ Մեզ ինձ քեզի եղբայրս ուրախ լավլանք Հայաստանը լավլա։ Այո, ձեզ Երևանում տեսնենք։ Ընտանիքներում ավելի շատ ոնց են հայերեն են խոսում, թե թուրքերեն։ Իմ գարձիկով թուրքերեն է շատերը, բացառությունները անպայման կա։ Հիմա մեր դունուզ օրինակ ասենք, ես դիգինս եւ երկու զավակ ունի, հայրենը միշտ փանգնենք առաջ ծնելու գճանանք, բայց անակն մգլա դղան ծբրոցեն ագածի Շտանամ դբրոցի եղած մեկ անդրադարձիկ բան միշտ թուրքերենով գսկսի, հետո մի քիչ դուքսենք, մի քիչ հայերեն եւ այլն դարձիր։ Ադիգա այլևս քանի որ երկրին լեզուն է, այսօրնակ Հայաստանի մեջ ալփանը նկատածեմ լոլիկ չսվիր ուրիշ բան գսվի, ինչ գսվի պամիդոր, հա պամիդոր, հետո փանին ֆրի, գարմու բարեր, մտածե ու չես կնար ադիգա փաններ ուղագի, մեր մոտ ադիգա ավելի շատ է, նանիգա ասեմ, թուրքերեն բարերը ավելի շատ կկործածեն, դժվար է, քիչ առաջ ասածից պես ջաշարանը Բարդեզը զորոնակ աղը գա հոն սենք որ աղը գրնաս տալ չսեր դրան թուրքերեն գսա ադիգա ադիգա չգրցանք փոխել չեմ կարծեմ որ փոխվի դժվար է այսինքն հայրենի տասաժամերը անշուշտ շատ չեն դա է ուզում հարցնել դպրոցներում հայկական մյուս հարցս դա էր հայերեն գլխավոր լեզուն թե թուրքերենն է չէ թուրքերեն այսինքն հայրենի տասաժամ ունին դրա կգարձեմ սովորում են երկրորդ լեզու որպես հա այսինքն թուրքերենը արդեն միշտ կա քովը հայերեն կա եւ at հայրենը որչաբով գոքնե դուղուն եւ գամանիգա իզորու գտեսնա միայն աս հայրենի ժամուն աս հայրենը գա բայց հետո արդեն դարձյալ թուրքերեն գդվե ծոնակ թվապանությունը եւ գիտությունը հայրեն ընելու չանացող ուսուցիչներ ունեինք նորենալ ունենք բայց դեղը վերջը ադիգա դուղում վրա արդեն լավ ասեցություն չծկեր գուզավոր քանի որ համասարանի պիտի պատրաստվի քննություններն ուղղակի ամեն բան թուրքերեն է խնդիր է դժվար է հայրենը պիտի սիրե դրան եթե սիրե եւ ուզե չգործընծնել այդ լեզուն քիչ մեջան պետք է կա հա մամային բաբային դրաս աղջիկս հայրենը անպայման մի մորնար մայիսի մերիներում ասեմ որ դուն հինան ավելի շատ ծերտ մարմարը ժամանակ հիմա ուսուցիչ ընկերներս որ դպրոցներում մեջի իրենց զավակներով միասին Հայաստան այցելություն դպրոցներով դասարաններով հա օրինակ այսինքն պաներգան գարկմը ինչսեմ Մխիթար Սեբաստացի դպրոցը գա Երևանի մեջ մեր դպրոցներով հետ կորզակցության մեջ է հա իրենք աշակերտ կբերեն մերիներով հոնգերտան այս կապը գացեվում գետրոնականով եղավ ադիկա գարձեմ էսայանով եղավ վստահ չեմ ավելի շատ մանրամասնությամբ չունիմ բայց գա մգա եւ մասնակի հատուկ զորնակ մեր 2-3 ուսուցիչ ընկերը իրենց զավակներով ուզեցին արձակուրդը հոն անցնել
Երևան կացին փորձել Հայաստան դերտան։ Խնդրեմ որ մյուս անգամ գաք ինձ անպայման ես իմանամ կգամ։ Եթե արիցլա ես շատ կուզեմ Հայաստան երթալ դարձյալ համերգ սարքել, ինչ չէ։ Մենք ելանք Արնո Բաբաջանյանի մեջ, Արամ Խաչատուրյանի մեջ։ Իսկ պետության կողմից իրանք չեն օգնում որ գաք համերգ տակ, որովհետև հիմա բավականին ակտիվ է երգչախումբը համերգներ է տալիս, օրինակ ձեզ չեն կանչում, հենց տենց պետական ինչ որ օրերին։ Սաբես հինեն Հայաստանի մեջ կար գիտես սպիրկի նախարարություն։ Հրանուշ Հակոբյանի օրով։ Հիմա ավելի пассив է դարել, չէ։ Արդեն նախարարությունը ծրվեցավ։ Ուրիշ մի նախարարություն բացվեցավ, հանձնագետար մարմին սպիրկի ինչ հանձնագետար մարմին այդ նախարարության ժամանակ սպիրկի նախարարության ժամանակ գար մեգասկ մեկ մշակույթ պարադոն գար իմ Հայաստան պարադոն հիմա այդ ոչ մի բանը չկա չէ իրական այդ պարադոններում սկսնող Հրանուշ Հակոբյանը արդեն գոչ կուղեր բոլորը սպիրկին որ եկեք երգչախումբի պարադոն պիտի սարքեմ եկեք բարախումբի պարադոն պիտի սարքենք եւ այլն եւ մենք անոնց մասնակցեցանք Հիմա իրականում համաձայն եմ, ես էլ եմ նկատել, որ վերջի տարիներին ոնց որ մեր կառավարությունը փոխվելով Սփյուռքի հետ հարաբերությունը ոնց որ ավելի է վատացել։ Իրականում չգիտեմ, տենց մի տեսակ սառել են, երևի, չգիտեմ, երևի են քիչ բաներից է որ առաջ լավ էին անում։ Երևի առաջ միակ բաներ, որ երևի կար ավելի լավ էին անում, որ կարող եմ ասել, բայց հիմա բոլորս է հաստատում ենք, որ այդ ինչ որ կապը կորել է մի տեսակ Սփյուռքի հետ, բոլոր տեղերը, նաև Ֆրանսիայի, չգիտեմ, Ամերիկայի Մենք 3 տարի առաջ, կարծեմ 3 տարի եղավ, հոսունինք հրանտինք հիմնարկ, դերևս գիտես, հրանտինք հիմնարկը մեզի սա որ մենք հոս թուրք թատերախումբի հետ Գոմիդաս անունով խաղ ունենք, թատրոն ունենք։ Թուրք խաղացող մեկ հոգի Գոմիդասը մարմնավորեց 1.5 շա։ Եվ մենք երգչախումբով իր յետևից երկեցինք Վարակույրի յետևից Գոմիդասի երկերը։ Ուրեմն այդ խաղը հրանտինք հիմնարկ ուզեց որ երթանք Հայաստան։ Եվ իրենք բյուջեմ ունեին Եվրոմիութենեն գարձեմ, վստահ չեմ։ Ասին որ մենք ցեզի 25 հոգիով գխրգենք Հայաստան։ Մեզ համար մեծ բադիվանշիստ եւ թուրք խաղացողը եւ թուրք թատրոնի խումբը այդ որ պանանողները, մեյքափները, ցայնայինը, լույսը եւ այն քրեթե գարձեմ մոտավորապես 40 հոգինոց խումբով եւ 10 հոգին թուրք, մենք երգչախումբ 25 հոգի հայ Կացինք Հայաստան եւ այդ խաղը փանի մեջ խաղացինք։ Գիտես նպակ նորարար փորձարարական արվեստի կենտրոն վերնիսաժի գողքին այդտեղն է։ Լավ սրահ մչեր, սակայն հոն երկու անգամ, երկու օր վրայի այդ խաղը հոնդեղ Հայաստանցի արվեստագետներ, արվեստասերներուն փանել ցանոթացնիկ եւ շվարողներ եղան։ Դուղուներն ասին որ ցուն ինչպես Թուրքիայից եւ Գոմիդաս կխաղաս։ Մեծ լսել եմ այդ պատմությունը, որ շատ զարմացած էր ասանք, ամենամարդ գուլարգոր ամերին հայաստանցիները մենք ասանք սկացված, շատ հետաքրքիր 4 օր ապրեցանք ոնդեղը, բայց գուզեինք որ ռադիկալներ ավիլ, զորը մենք երբ որ խոսեցանք Գոմիդասի սենյակային երաժշտության դան հետ խոսացինք սկիզբը, որ լավ սրահ է, գիտես, լավ ակուստիկ ունի Իսահակյանի վրա։ Գիտես չէ՞ սրա Գոմիդաս սենյակային երաժշտության դուն, Եվ հետո այդ սրահին որ մենք պատրաստ ենք նորոգություն գա եւ այլն եւ մեզի նպագին ղրգեցին ինչ որն է մեզ համար մեծի շատագ այդ մեկն է տերևսորում դարձյալ Գոմիդաս խաղալու համար գուկանք Okay, շատ լավ։ Իսկ ձեր ծանոթները, օրինակ, ստեղի հայերը, որ Թուրքիայի հայերը, որ գնում են Հայաստան, ինչ էմոցիաներով են հետ գալիս, օրինակ, լավ, չգիտեմ, մի քիչ էլի ոնց որ նեղացած կամ չէ, ընդհանուր եթե բանի տնենք, գշիրքի վրա տնենք, ամենամարդ շատ ուրախ կվերաթան։ Այսինքն լավ որ կացինք, լավ որ տեսանք, որ հոն ինչ տեսակ երգիր է, մեր միտքի մեջ է երգիրն է, թե ուրիշ է, հա Եվ լավ փոխվել է իրականում, հա, հիմա շատ արագ է փոխվել։ Այո։ Ես 99-ին կացած էի առաջին անգամ, վերջինս 2 տարի առաջ էր, եւ ես ալ շատ զարմացած էի։ Եթե Երևանի մեջ մնաս ուղագի, չէ, Երևանի գետրոն եւ կան գետրոնի մի քիչ դուրս եւ այլն, գսես որ մենք Եվրոպայի ովևէ մեկ քաղաքի մեջ ենք։ Այսինքն շատ լավ։ Կենտրոնի մեջ, հա, Կոմիտաս կենտրոն։ Կոմիտաս կենտրոն, օպերա։ Եվ այլն։ Բայց անշուշտ է քյուղերում մեջ ինչ կա, ինչ կդառնա եւ կամ Երևանի ավելի այդ շրջանագի դուրսի մասերը, չէ։ Մի քանի տեղ է տուրիստական Դիլիջան, որ բավականին զարգացած է,
շատ այնտեղ նույնիսկ գույքը ամեն ինչը շատ թանկ է, սրճարաններն էլ է ծաղկաձորնա, որ զարգացած է ու ինձ թվում է ճանապարհը որ բացվի մեղրի կողմը էլի պետք է որ զարգանա։ Հա, մի քիչ Երևանից այն կողմ իրականում ոչ մի բան, հա, մեր մոտ շատ տխուր է։ Այսինքն անոր կաներ տա, գլսե ասինչ քեղեցկություն, անոր խորվիրա բերտա ասինչ։ Մի քիչ մարդկանցից էլ պետք է իրանք էլ մտածեն, էլ ինչ որ հետաքրքիր բան ինչ կարող են իրանց կողմից անել, էլի, որովհետև հիմա կառավարության կողմից ինչ-ինչ, բայց ճանապարհները բավականին օրինակ Երևանում շատ վատն են ճանապարհները հիմա, բայց օրինակ որ քաղաքից դուրս ես գնում շատ լավն են ճանապարհների որակը, չգիտեմ, ու բավականին շատ հիմա մարդիկ տենց նաև Երևանի քաղաքացիներ էլի գնում են տարբեր տեղեր հանգստանալու, գումար ծախսելու տենց ժամանցի համար շատ է։ Ես որտեղ որ գնում եմ իրականում չգիտեմ, հասկանում թե մեր պոտենցիալը ինչքան մեծ է ու միակ բանը որ մենք չունենք դա ծովն է, էլի, եթե ծովել ունենայինք, երևի աշխարհի այն որ 11-ի մեջ կմտնենք, չգիտեմ, իմ կարտ Սևանով պիտի բավարարվի։ Սառնակ Սևան։ Այսպես եղել է, այսպես մի դառնի։ Ների պաճգա։ Այո։ Ես շնորհակալ եմ։